Ընդհանրապես բոլորը պիտի թրիպ անվանեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք երթուղու անվանումը թրիպ է ի պատիվ Ամերիկայի նախագահի, ապա ինչու են թուրքերն ու ադրբեջանցիները անընդհատ Զանգեզուրի միջանցք թմբկահարում։ Հիշենք, Թուրքիայի գլխավոր դիվանագետ Ֆիդանը նույնիսկ ձևակերպել էր, թե տեսնում են խաղաղության ճանապարհը կառուցվում է այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։ Ոչ միայն Ադրբեջանի ուզածով արինում, այս նախագծի որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Օրերս մեր երկրի ու Ամերիկայի դիվանագիտական կառույցների ղեկավարները Վաշինգտոնում հաստատեցին թրիփի Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Համաձայն դրա Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղում Հայաստանն ունենալու է 24, Ամերիկան 76% մասնաբաժին։ Փորձագետները կարծում են, որ սա մեզ համար առնվազն մտահոգիչ է։ Մեր սեփական ճանապարհից փաստացի ամենաքիչ օգուտը հենց մենք ենք ստանալու, հարցերի շարք են շարում մասնագետները։ Որքանով է սա նպաստում հայկական շահերին եւ որքանով կարող է օգտակար լինել մեր տնտեսության համար, եթե այդ ծրագիրը, որ իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74%, որտեղ ներդրումներ անելու ԱՄՆ-ն։ Ռուբինյանը նաև այլ հաշվարկներ է անում։ Հերիք չի, մենք այդ թրիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն պարզ է, որ հարկեր, турքեր եւ այլն ստանալ։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության դրույթները թրիփին վերաբերող բոլոր փաստաթղթերում հայ ու ամերիկացի պաշտոնյաները գրել, ամրագրել, շեշտել են, փորձագետներն այս հարցում եւս շարունակում են մտահոգություններ ունենալ։ Քաղաքագետը հարցնում է, այդպես գրել են, այդպես կլինի։ Լավ է իհարկե, որ ֆիքսվել է Հայաստանի ինքնիրավազորություն, ինքնիշխանությունը, բայց գործնականում կարող է ստացվել այնպես, որ դա միայն թղթի վրա մնա եւ իրականում այնտեղ ոչ միայն Հայաստանը որևէ գործառույթ չունենա, բացի այդ 26% հավաքելուց, այլև չկարողանա օրինակ այդ տարածքը օգտագործել այլ նպատակներով, օրինակ Իրանի հետ երկաթուղի կառուցելը, որովհետեւ այնտեղ այդ հատվածում կառուցապատման բացառիկ իրավունքը կարծես թե տրվում է թրիփին, որի հայրաբաժինը մեծ մասը ամերիկյան է։ Փաստաթղթում տարընթերցումներ չկան, համոզված է խորհրդարանի փոխխոսնակը։ Ռուբինյանը նաև տեղեկացնում է, ամերիկյան ստեղծվող ընկերության հետ պայմանագրում դեռ կետեր են առանձնացնելու, դարձյալ հստակեցումներ կլինեն։ Ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցեր են։ Դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերի մասին։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստան։ Իսկ թե ընդհանուր որքան կարժենա Սյունիքի ամերիկյան ճանապարհի ծրագիրը, վերջնական հաշվարկներ առայժմ չկան։ Ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմում դեռ չգիտեն, ինչ կինեն վճարելու Թրամփի երթուղու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։